Շարժ։ Եվ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրապարակներում ուրեմն շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել։ Այսինքն ոչ մի բան իր տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անհատ այդքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Մինչև այսօր, որ դուրս եմ եկել 12 թվականից, ուրեմն ընդամենը 15 թե 20 շինթույլտվություն են տվել։ Հիմա որ եկել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են քաղաքը կառուցվում է։ Այսինքն մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել։ 1 մետրը, 2 մետրը այս կողմենքում մեզ համար արժեք չի եղել։ Ինչի համար։ Որովհետև այդ 60 հոդվածը, որ իրանք դոգմա են վերցնում, 60 հոդվածը կարող է փոխել քաղաքապետարանը։ 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է։ Ուրեմն հատակագծի տերը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Ուրեմն մյուսն ասեմ ես։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես հիմա հարց եմ տալիս։ Դերից հետո հարց եմ։ Ուրեմն քաղաքի գլխավոր հատակագիծը որ կաբինետում է եղել, ով է գլխավոր հատակագծի վերջնական նայում չափաները անում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինն է եւ ճարտարապետը եւ քաղաքաշինության բաժինը։ Եվ գտնվել է նույնությամբ կադաստրում, որ կադաստրը երբ որ հողհատկացում էր անում գտնվել էր, կադաստրը նայում էր քարտեզը եւ ասում է սա բացում մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետեւ դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը։ Բացի դրանից, մարզպետարանում գտնվում է։ Ասեք, լավ։ Ես իշքան հիշում եմ մարզպետարանում էր գտնվում, որով եւ Խախշին նախարարությունում, որովհետեւ այդ ամեն ինչը պատտվում է։ Եթե մենք փոփոխություն էինք անում հանգած, որևիցե քարտեզի մեջ եթե այդպիսի բաներ։ Ասում եմ, որ ինքը ասի արել թե չէ։ Լավ, հարց։ Երբ որ տեսնվում է, որ ասենք այս հատվածը չի կարելի շինություն կառուցել։ Ուրեմն գրություն էր գրվում, իշքան հիշում եմ մարզպետարան, Խախշին նախարարություն, համաձայնությունը վերցվում էր, հետ գալիս եւ արվում։ Հիմա ես Պարոն Դադախազին մի քանի անգամ ասում եմ, նմանատիպ գրություններ կա թղթերի մեջ եւ թե ոչ, ինքը ասում է չկա։ Իսկ ես բարձրադայն ասում եմ, դիդավորը թղթերը միջից անել են, ով է դրա տեղները, թղթերը, ով է տարել, ոնց է դրա պահվածները։ Այսօր որ քաղաքականության համար մենք գտնվում ենք այդ բանդում, այդ թուղթը միջից անելը վարյալ է։ Ով է դրա տեղը, որտեղից դրի մենք գտնենք։ Վկային հարցը տալիս։ Հիմա քաղաքապետը, որ դուք հիմա բերում եք, ասենք մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մյուսը մրցույթներ ամեն ինչ անցկացրած, բերում վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը դեռ եղած մի հաշիվ չէր, դուք ամեն ինչ արեք, վերջացրեք բերեք։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում, քաղաքապետը օրական 10-ատ, 50-ատ, 30-ատ նմանատիպ որոշումներ։ Ես որը կարող եմ հիշել, մասնագետները դուք եք, ես դրանք տեղ եք։ Հարցը հետևյալն է, ինչ նշանակություն ունի ձեր բաժնի եւ մասնավորապես համար քաղաքապետի որոշումը։ Չէ, ես այն ձևի ասեցի։ Չէ, ես բոլոր մասնագետները արդեն չափ է կտրվել, հասել եք քաղաքապետարանին։ Քաղաքապետու ամեն ինչ գտնում եք։ Ես մասնագետական ոչ մասնագետը կարող եմ բանալ։ Կարող եք կայացնել քանային, որը տարեին կամ ըստ ձեր տված եզրակացությունների մասնագիտական որոշումներ կայացնում են մասնագետները։ Կոմպետենտ մասնագետ։ Դրա համար է դա ոչ կառուցել։ Շնորհակալություն։ Այլ հարցեր կա։ Այդ մեր հարգելի հաստաբանը հայրապետարանը Գաբրեկը տեսնենք, հաստատություն, հաղթելու են, չարը կենալվեց, ինքին եմ մտնապարելու։ Ես նավեմ իրար էտ սպայկայրեք մինչև դեր, կոտրվել չկա, բան չկա, մենք կոտրով ենք, չենք կոտրվում, ապագան, դավայց ծավերը Давайте все хорошо. Когда тебе не получается, давайте свобода.